Պարոն Ռուբինյանի կարող է դադարեցնենք ճեպազրույցը Ոնց ուզում եք դուք կարող եք հեռանալ։ Դուք կարող եք հեռանալ։ Ես որևէ խնդիր չունեմ, կարող եք բոլոր այն լրագրողները այստեղ ներկա, ովքեր որ լավ չեն զգում են փաստից, որ ես բարձրացնում եմ իրենց ֆինանսական աղբյուրների հրապարակման հարցը, շատ լավ, բոլոր այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անել։ Խնդրեմ, կարող եք լքել։ Տիկին Ջեբեջյան, կարող եք լքել, բացարձակ ես չեմ նեղվի։ Բացարձակ չեմ նեղվի։ Խնդրում եմ հեռացեք, եթե ուզում եք։ Ես հարցս տամ։ Շատ լավ։ Մի ընդհատեք ինձ խնդրում եմ։ Ինչ ասեցիք, դուք էլ խնդրում եմ քաղաքական դաշտից, դուք չեք որոշում, դա դուք չեք որոշում։ Որոշում է ժողովուրդը։ Ժողովուրդը կորոշի ով կհեռանա քաղաքական դաշտից թե ոչ, ու նաև ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որպեսզի լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, իրանք ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ իմանալու են, թե այն լրագրողները, ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հարցեր են տալիս, այլ քաղաքական ելույթներ, ում պատվերով են դա անում։ Այնինք մարդիկ իմանալու են, դուք, կոնկրետ դուք, ում պատվերով եք, օրինակ գալիս տեղ բաներ անում։ Դե լավ, արդեն գնացեք, դե արդեն գնացեք, մի խանգարեք ինձ, Հիմա Ռուսաստանի վարչապետը ասում է իր հարցազրույցում ասում էր, որ ըստեյության միտքային էր, որ ասում է խոսվում է Հայաստանից ամենաբարձր մակարդակով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին, նորմալ հարաբերությունների մասին, բայց ասում է լինում են դեպքեր, երբ հայկական կողմի հետ պայմանավորվում ենք մի բան, բայց գործնականում այլ պատկեր ենք տեսնում, որպես օրինակ նշում է երկաթուղու հարցը, ասում է մեզ բարձր մակարդակով առաջարկում են կառուցել այդ երկու կտորները, մենք դրական քննարկում ենք եւ դրական արձագանք ենք տալիս եւ դրան հաջորդում է վարչապետի հայտարարությունը հարցազրույցի տեսքով ընդ որում, որտեղ ինքը արդեն այլ առաջարկ է անում առհասարակ կառավարման իրավունքը այլ երկրի հանձնելու, սա որպես օրինակ է նշում եւ հաջորդը ասում է եկել է այն մոտենում է Հայաստան այն կետին, երբ մենք պետք է հնարավոր է վերանայենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները գործակցությունը։ Հիմա դուք ասում եք ամբողջական այս հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցերը փուչիկ են Հայաստանի։ Ես այդպես բան չեմ ասում։ Չէ, լարվածություն եւ այլ խնդիրների մասին։ Շատ լավ, ուրեմն այս երկու հայտարարությունները դուք ասեք ինչի մասին են խոսում։ Ռուսաստանից տարբեր ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա մասին շատ է խոսվել, այդ թվում վարչապետն է խոսել, կրկնելու կարիք չեմ տեսնում։ Պետք է ասեմ, բայց այս խոսակցությունները, այս թեմաները նոր չեն, այսինքն նախորդ տարիներ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարիներ է խոսվել դրա մասին։ Ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները։ Մի խանգարեք, հեռախոսով գնացեք հեռու խոսեք, էլ գիտեմ, որ շատ դասերակված եք, բայց գնացեք հեռու խոսեք։ Եվ մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բնականաբար ոչ բոլոր հարցերի շուրջ եք համաձայն լինելու։ Հիմա օրինակ Ռուսաստանից այլ բաներ են հնչում։ Օրինակ ասում են, որ ասենք, չգիտեմ, Ազատություն ռադիոկայանը վատ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Հավանաբար կհիշեք, չէ՞, իրենց արտգործնախարարության խոսնակները, եթե չեմ սխալվում։ Մի քանի ամիս առաջ Ազատություն ռադիոկայանին շատ վատ ձևով էլ բնութագրում։ Հիմա ինչ անենք, փակենք Ազատություն ռադիոկայանը։ Չէ, հիմա ասում են տարբեր բաների շուրջ համաձայն ենք, տարբեր բաների շուրջ համաձայն չենք, բայց դուք կարող եք հանգիստ լինել, չենք փակելու Ազատություն։ Իսկ համաձայն եք այն գնահատականի հետ, որ Հայաստանը գործնականում պայմանավորվում է այլ բան, բայց գործնականում անում է այլ եւ այս երկու Ես կարծում եմ, որ ի հեճուկս բոլոր պնդումների, որ Ազատություն ռադիոկայանը Հայաստանում վատ գործունեություն է ծավալում, հակառուսական գործունեություն է ծավալում, մենք այդ որակումներին համաձայն չենք եւ կարծում ենք, որ Ազատություն ռադիոկայանը կարող է ազատ շարունակել իր գործունեությունը պայմանով, որ կհրապարակի իր ֆինանսական աղբյուրները, ինչը անում է, դեպ օրինակ ոչ մի բան չեմ կարող ասել Ազատություն ռադիոկայանի, որտեղ բոլորը գիտեն, որ ԱՄՆ պաշտոնական Երևանի եւ Մոսկվայի միջև եղածի հետ կապված է։ Ես երկաթուղու վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են, վարչապետ Փաշինյանը ասել է նաև, որ մենք չենք պատրաստվում Ռուսաստանի մեջ ետևում, ինչ որ բանաներ, չենք ուզում որևէ հարց սրել, բայց մենք ունենք կոնկրետ խնդիր եւ այդ խնդիրը քննարկում ենք, փուլում է այսքան բան, որևէ
չգիտեմ, աշխարհացունց բան տեղի չի ունեցել եւ չի ունենա հանգիստ Չէ, եղել։ եթե Հայաստանի շահերից չի բխում ռուսական կառավարումը, այդ Ես ձեր հարցերին ձեր բոլոր հարցերին արդեն պատասխանեցի, մանավանդ որ ձեր հարցերի մի մասը դուք ի ուրախություն բոլորիս նաև հնարավորություն եք ունեցել տալ։ Անձամբ վարչապետ Փաշինյանի նախորդ շաբաթ էիք տալիս, երբ որ կառավարության նիստից հետո հարց ու պատասխանել բոլոր հարցերին ձեր սպառիչ պատասխանել։ Ռուսաստանի կողմից ասում է դուք իրենք ամեն ինչ անում են, հանուն Հայաստանի ամեն ինչ զոհաբերում են։ Իսկ դուք օրինակ Իսկ ինքը հանուն Հայաստանի չի պատասխանում, զոհաբերի իր ռուսական եւ կիպրական անձնագրերին։ բայց ասում եք դուք Դե գուցե սկզբի համար զոհաբերի իր Կիպրոսյան եւ ռուսաստանյան անձնագրերը։ Օրինակ նույն ձև էս ինչ որ տրենդ է, հա, ոնց որ փրկիչների մոտ ամեն մեկը մի 6 երկրի քաղաքացիություն շալակած գալիս են երկիրը բան փրկելու, ասում ես լավ, իսկ գուցե այն Բագրատ Սրբազան շակերտների մեջ չէ, Կանադայի քաղաքացիներ, երբ որ ասում էին գուցե դուք զոհաբերեք ձեր Կանադայի քաղաքացիությունը, չէ, այտենց չէ զոհաբերում։ Այսինքն իրանք ուզում են գան դառնալ վարչապետ, բայց մի հատ պրիմիտիվ օտարերկրյա քաղաքացիությունը չեն ուզում զոհաբերեն, որ այս ժողովուրդը հասկանա, որ լավ, այս մարդիկ կատարածու չեն, մանկլավիկ չեն։ կատարածուն են, պարոն Ռուբինյան։ Չգիտեմ, ում կատարածուն են, հաստատ ոչ Հայաստանի իսկ ժողովուրդը։ ելույթն ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք, պարոն Ռոբինյան, ելույթի փաստը։ Ում ելույթ։ Սամվել Ես վստահ Կարապետյանի չեմ, որ դրանում դա արձարծված դրույթները, Ես օրինակ, վստահ չեմ, որ դա խաղաղության վերաբերյալ դիտարկումները։ Ես պետք է գնահատեմ այն փաստը, որ նախ ես չգիտեմ իրոք դա արհեստական բանականություններ թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան, ես գնահատում եմ, որ կենթանի է մնացել այդքանից հետո, հույս ունեմ հաջորդիվ, օրինակ ինքը հնարավորություն կստեղծի, որ դուք բոլորով գնաք եւ իրեն հարցեր տաք, չէ՞ որ ինքը ժողովրդավար է, ուժեղ է, շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ ուժեղ Սամվել Կարապետյանը ոչ մի դեպքում չի վախենա ձեր հարցերից։ Ես վստահ եմ, որ Նարեկ Կարապետյանից ուժեղ Սամվել Կարապետյանը, սա շատ կարևոր է, ուժեղ Սամվել Կարապետյանը չի վախենա պատասխանել Նարեկ Կարապետյանի մեկ հարցից։ Կիրակոսյան, հազար ներողություն Ալջան։ Նարեկ Կիրակոսյանի մեկ հարցից չի վախենա Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որովհետև նա շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ Շողիկն էլ հո Կարապետյանը։ Գալստյանը։ Շողիկ Գալստյանի։ Ես վստահ եմ, որ Շողիկ Գալստյանի մեկ հարցից չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանից եւ կտա 1 կամ 2 հարց։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը ասես կկանգնի եւ մի հատ 10 րոպեանոց քաղաքական ելույթ կունենա ուժեղ Սամվել Կարապետյանի դիմաց, բայց օրինակ այստեղ նստած է Արմատ մեդիայի լրագրողը, որը ֆինանսավորվում է ուժեղ Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից, այ վստահ եմ, որ Արմատ մեդիայի լրագրողը իհարկե մեծ հաճույքով հարցեր կտա Սամվել Կարապետյան թույլ տվեք ասել, որ Սամվել Կարապետյանն ասում է, որ մի ընթատեք, գնացեք իր տուն հարցեր տվեք, գնացեք տուն հարցրեք, պարոն Կարապետյան, կամ չգիտեմ ոնց եք իրան դիմում ինքն իր շրջապատն է, չէ՞ ձեզ ֆինանսով։ Գնացեք ասեք, պարոն Կարապետյան, ինչի Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացիություններից չեք հրաժարվում։ Չէ՞ որ դուք ամեն ինչ պատրաստ եք զոհաբերել հանուն Հայաստանի։ Խնդրում ենք, զոհաբերեք ձեր ռուսական եւ կիպրոսյան պասպորտը, պարոն Կարապետյան։ Ուժեղ առաջնորդ, ուժեղ, գնացեք ասեք։ իսկ ինչ այդ պարոն Կարապետյանն ասում էր, որ